Կիմ Ուկուչյանին չէ կատարում այստեղ 3 տարի առևտրի կենտրոնից են հեռացնում Սամվել Կարապետյանի նկարող պաստառը, հիմա այստեղ ձեր Դալմագարդը մոլի վրայից ինչով են հիմնավորում ըստ հիմնավոր է թե ոչ նաև իրեն։ Ներկայային մենք ներկա ենք մի իրավիճակի, երբ ոստիկանության աշխատակիցները ներխուժել են գալի ասել սեփականության մենքով մեծ պատկանող տարածք առանց որևէ տեսակի թույլտվության, առանց որևէ հիմնավորման, ընդ որում առանց նույնիսկ գրավոր կամ բանավոր փաստարկների, դեռևս չունենք որևէ ինչ-որ հիմնավորում կամ պատճառաբանություն, թե այս ամենը ինչի հետևանքով կամ ինչի հիմքով է տեղի ունենում, դեռ սպասում ենք։ Տեսեք, իրենք ասում են, որ գովազդի մասին օրենքի խախտում է, բայց չկարողացան համենայն դեպս ինձ հետ զրույցում բացատրել, թե կոնկրետ ինչ են գովազդում այս պաստառով։ Գիտեք, օքեյ, եթե մենք դիտարկում ենք սա գովազդի տեսանկյունից, այդ դեպքում 37 այն որոշումը միանշանակ կիրառելի է, բայց ինչքանով է սա հանդիսանում գովազդ։ Այսինքն սա սեփականության իրավունքով մեզ պատկանող պատի վրա արտաքին պատին փակցված պաստառը, որը համապատասխան պայմանագրի հիման վրա մենք տրամադրել ենք համապատասխան տարածքը, որ բերեն փակցնեն պաստառը։ Հիմա եթե նայում ենք պաստառի բովանդակությունը, այստեղ տեսնում ենք ընդհանրապես Սամվել Կարապետյանի Dalma Invest ընկերության հիմնադիր բարեգործ բարերար լուսանկարը ներքևը Ազատություն Սամվել Կարապետյանին գրությամբ։ Քաղաքական ակցիա է, ոչ, քաղաքական ակցիա սա ինքնին չի հանդիսանում, սա որևէ քաղաքական կոչ իրանից չի ներկայացնում, սա որևէ քաղաքական մեկնաբանում իր մեջ չի պարունակում, սա ընդհանրապես արշավ է։ Իրազեկման արշավ, որ հանրությունը իրազեկված լինի։ Շատ լավ։ Հիմա եթե գովազդի մասին օրենքի տակ չի մտնում, բա ինչի տակ է մտնում։ Դուք ինչ թույլտվություն պետք է ստանաք կամ արդյոք կարիք կա թույլտվություն ստանալ։ Եթե մենք այստեղ փակցնենք գովազդ, որը կտեղավորվեր ամբողջությամբ գովազդ տերմինի մեջ, իսկ գովազդ տերմինի հասկացություն տրված է Հայաստանի Հանրապետության գովազդի մասին օրենքով, եթե լիներ այդ հասկացության մեջ տեղավորվող որևէ պաստառ, միանշանակ ես համաձայն կլինեի ձեզ հետ, որ մենք պարտավոր էինք օրենքով սահմանված կարգով ունենալ համապատասխան թույլտվություն։ Բայց եթե մենք այս բանը խոսում ենք ընդհանրապես իրազեկման արշավի մասին, իրազեկման արշավի դեպքում խոսել ուղղակի այդ ամենը կապել ինչ-որ գովազդի մասին օրենքի հետ եւ այլն, ես սա անհետացություն եմ համարում։ Մի բան չտեմ, իսկ այստեղ նախկինում ինչ գովազդներ են եղել, ինչ ընկերություն եւ պայմանագիրը լրացել է հետո դուք եք այստեղ կախել։ Նախկինում եղել են գովազդի հասկացության մեջ տեղադրվող պաստառներ, այսինքն գովազդվել են կոնկրետ ապրանքանիշի, կոնկրետ բրենդի, կոնկրետ հագուստներ, որոնք ուղղորդել են հասարակությանը, հա, օգտվել, գնել եւ այլն ներկայացրել են այդ բրենդի այդ ապրանքանիշին պատկանող վաճառքը, չեմ հագուստ կլինի, կոշիկ կլինի, ինչևէ այդ գովազդերի պարագան բնականաբար իրենց խնդրել եք հեռացրել են, որ ժամանակը որ այս պաստառները կախեք թե իրենց ոչ ժամկետն է լրացել։ Պայմանագրի ժամկետը ինչքանով որ մենք ընկնում ենք լրացել է այսօր ամսի 1-ն է, հետեւաբար տարածքը դատարկ է։ Իսկ փոխհատուցման պահանջ ներկայացնելու եք, քանի որ փաստորեն վնասում են մի բան, որի վրա գումար է ծախսում։ Միանշանակ եթե պատճառվի վնաս, այդ ամեն ինչը ունենալու է իր հետևանքները։ Ընդ որում ես ես նաև նշեմ, որ այս պահի դրությամբ որևէ իրավական հիմնավորում մենք չունենք, թե այս ամենը ինչու է տեղի ունենում։ Այսինքն իրանց միակ հիմքը, հա, միակ պատճառաբանությունը, այսպես ասած, այն է, որ մենք թողեք կհանենք, կհեռացնենք, դրանից հետո արդեն դուք կարող եք դիմել դատարան, կարող եք դիմել Մարդահրավերների պաշտպանի գրասենյակ, ընդ որում MIP եւս մենք արդեն զեկուցում ենք տվել։ Post factum հետևանքները փորձեք վերագրել։ Այո, բայց եթե մենք post factum-ով ենք դիտարկում, դա եւս ինչպես նշեցի, իրավական քաոսի է վերածվում, որովհետեւ MIP-ից ինչ է արձագանքը։ Ներողություն հետևում է, որ մեր հանրապետությունում ով ինչ ուզի կարող է անի, հետո նոր սկսեն զբաղվել, այո, այսինքն նույն բանն է ստացվում, ինչ ուզում եք արեք, ամենաթողություն թող լինի, իրավական քաոս թող լինի, հետո վերացրեք դրա հետևանքները։ Հնարավոր է, որ այստեղ գովազդի մասին օրենքի կամ այլ համապատասխան օրենքների բաց կա, որովհետև ոնց որ թե գովազդի մեջ չի մտնում, այլ օրենք էլ չկա, չգիտեմ ոնց է սա կարգավորվում։ Ես չեմ կարծում, որովհետև նորից եմ նշում, եթե սա լիներ գովազդի որևէ տարատեսակ, որը չլիներ կանոնակարգված գովազդի մասին օրենքով կամ նույն ինքը 37-ն որոշում, ես համաձայն կլինեի ձեզ հետ, կասեի այո, գուցե պետքա վերանայվի, գուցե պետքա որոշակի ինչ-որ տարատեսակ հա ներկայացվի որպես, չգիտեմ, այս գովազդը տեղաբաշխվի օրենքի մեջ, ստացվի, որ սա առանձին տեսակի, առանձին տիպի գովազդ է, բայց եթե մենք պնդում ենք մեր դիրքորոշումը, որ սա չի կարող պարզապես, հա, Ազատություն Սամվել Կարապետյանին ինչ է իրենց ենթադրում, ինչ է գովազդում։ Իրենց տեսանկյունից էլ նայենք, այդ տրամաբանությամբ ուրեմն կարելի է այսպես շենքերի հանրային նշանակության շենքերի ճակատային հատվածում ցանկացած բան գրել, կարող է նույնիսկ էթիկայից դուրս ինչ-որ պաստառներ լինել, Ես նորից նշեմ, որ Dalma Invest ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող շենք է, սա առևտրային համալիր։
զվարճ առևտրային համալիր։ Բայց ինքը որ հանրային նշանակություն չէ, հանրությունը գալիս է օգտվում է եւ նաեւ տեսնում է այս շենքի պատին փակված տարբեր բաներ։ Այսինքն այդ տրամաբանությամբ եթե մենք հասկացանք գովազդ չի, բայց ցանկացած բան կարող է օրինակ ինչ-որ մեկը փող ունի, նկարը փակցի, իր մասին ինչ ուզի գրի օրինակ։ Դա արդեն այլ հարց ամբողջությամբ այստեղ դա արդեն կլինի այլոց իրավունքներն ու օրինական շահերով ոտնահարող որևէ պաստառ կլինի, չգիտեմ, ուրիշներին վիրավորան կամ այլ կոչեր պարունակող, բռնության կոչեր եւ այլն կարգավորող նորմեր, նորից եմ նշում, իրազեկման ակցիայի դեպքում չկա։ Իրազեկման ակցիայի մեջ ձեր նշածը չի կարող որևէ կերպ տեղանել։ Այսինքն ամեն անհատ, ինչպես նաեւ նշեցի, այս բարեկամ ամեն անհատ օրինակ իր մասին կարծում չի կարող գալ հասարակության իրազեկել, ասել հեսա ես եմ այսին պաստառն է կամ եթե այդ ամեն ինքը փակցնում է իր սեփականության իրավունքով պատկերում, օրինակ իր պատին, այդ բարակայում արդեն դա իր խնդիրն է։ Եթե դա չի լինում գովազդը, ինքը չի գովազդում իր կողմից մատուցվող որևէ ծառայություն, որևէ գործողություն, այ օրինակ չեմ ես փաստաբան ես ինչ անեմ, ես իմ ծառայություններն եմ գովազդում։ Այդ բարակայում այս ամենը արդեն լրիվ այլ իրավահարաբերությունների դաշտ է։ Եթե մենք դիտարկում ենք սա պարզապես որպես իրազեկման արշավ, այս բարակայում դա չի տեղավորվում եւ նույն հաջողությամբ ես մի բան էլ նշեմ։ Անկեղծ ասած իմ մոտ դեռևս բաց է մնացել են հարցը, թե ոնց է որոշվում հեռացման հերթականությունը։ Այսինքն եթե մենք դիտարկում ենք այդ հեռացման հաջորդականությունը ըստ օրինակ համայնքի տարածքում գործող գովազդների կամ Երևան քաղաքում գործող, այդ բարակայում Երևան քաղաքում ես անձամբ ականատես եմ եղել մի շարք պաստառների, որոնք ուղղակիորեն դեմ են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը։ Օրինակ, չգիտեմ, թմրանյութեր գովազդող մի շարք պաստառներ կան քաղաքում տարածված։ Եթե երևի թե 2-3 ամիս առաջ ականատես եմ եղել Պուշկին փողոցում, ինքս ահազանգել եմ, ասել եմ, որ համապատասխան ոչ թե թմրանյութի ուղղակիորեն գովազդ, այլ փակցված է եղել QR կոդ, որով, հա, ես անձամբ չեմ փորձել, բայց նրանք ովքեր որ իհարկե մուտք են գործել, այո, բայց դա կոնկրետ պրոպագանդա է նաև գնման է։ Այդ բարակայում արդեն դա լրիվ ուրիշ հարց է, եթե սա լիներ այսպես կամ այդ տիպի ինչ-որ կոնտեքստով, QR կոդով եւ այլն, մենք այս բարակայում լրիվ ուրիշ բան գնանք։ Մի պից ասացիք դիմել եք, արձագանքել են։ Մի պից արձագանքել են, համապատասխան գրավոր փաստաթղթերը պետք է հանձնենք, որից հետո նոր հաջորդական քայլերը արդեն կարվեն։